Բարի լույս եւ բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Մենք այսօր միասին ունենալու ենք շատ սիրուն հայք, այցելելու ենք շվեյցարական հեքիաթային մի գյուղ, բայց այդ ամենը կախված է արդյոք ես կկարողանամ գտնել հարմար տրանսպորտային քարտը։ Այստեղ մեզ մոտ սուպերմարկետներից մեկը առաջարկ ունի 55 ֆրանկով կարող եք գնել անսահմանափակ տրանսպորտային քարտ Շվեյցարիայի տարածքում ճամփորդելու համար ու ես հիմա պետքա պատրաստվեմ տանից դուրս գամ ու առաջին հերթին գնամ այս քարտը ձեռք բերելու, որովհետև արժեքները միայն այս գյուղ հասնելու համար մոտ 60-70 ֆրանկ է կազմում, այսինքն 60 գնալու համար, հետո այդքան հետ գալու համար, պլյուս եթե շուտ վերջացնամ ու ցանկանամ մեկ այլ վայր գնալ, ապա նույնիսկ պետքա վճարեմ, այնտեղ կա ճոպանուղի, եթե ցանկանամ անցնել բարձրանալ վերև, պետքա վճարեմ եւս 15 ֆրանկ, այնպես որ ես չեմ ուզում այս պահին այսօրվա ընթացքում միայն միջոցների վրա ծախսել մոտ 200 ֆրանկ, այնպես որ գնում ենք հասկանանք արդյոք կկարողանանք գտնել սա թե չէ, եթե չէ ուղղությունը փոխում ենք, այնպես որ արագ պատրաստվեմ, նախաճաշեմ, դուրս գանք ու շարունակենք։ Սա իմ այսօրվա նախաճաշն է, իրականում շատ գոհ եմ, այստեղ կա բեյկոն, ձու եւ ավոկադո եւ բեյգլը ես եմ երեք պատրաստել կատնաշորով, հիմա սա արագ կուտեմ եւ տանից դուրս կգամ։ Ես իջա արդեն գնացքից, հասել եմ Ռոմոն քաղաք, հիմա պետքա առաջին հարթակ տեղափոխվեմ, որովհետև այստեղից արդեն պետքա մեկ այլ գնացք նստեմ ու այսպես 3 անգամ այսօր Ես այս պահին գտնվում եմ ավտոբուսում, որովհետև ավտոբուսով պետքա հասնեմ արդեն այն գյուղ, որտեղից պետքա իմ հայքը սկսեմ, չգիտեմ, ցած նայում եմ դուրս ու ուղղակի հրաշքա բնություն է այստեղ, այս պահին Շաղմիում եմ գտնվում, Շաղմիում եղել եմ անցած ամսվա ընթացքում ու եթե դուք ուզում եք շվեյցարյան բացահայտել ու այն իրական շվեյցարական էմոցիաները ապրել, ուրեմն պետքա այս տեսակ գյուղեր ու քաղաքներ այցելել, Շաղմին այդ ցանկի առաջիններից է։ Ես հենց նոր դուրս եմ եկել ավտոբուսից ու դուք ուղղակի չեք պատկերացնի ինչքան սիրուն է այս գյուղը։ Սենց չգիտեմ, հեսա մկաններս ցավալու են այնքան եմ այսպես շփվում, որովհետև սա ինչ է։ Միակ վատ բանը այսօրվա ընթացքում, որ եղել է ինձ հետ, դա այն է, որ ես մոռացել եմ իմ tripod-ը ինձ հետ վերցնեմ, ու ես չգիտեմ ոնց եմ սիրուն նկարներ ունենալու, որովհետև ես կարիք ունեմ այստեղ սիրուն նկարներ ունենալու, պետք է խնդրեմ, որ ինձ նկարեն, բայց other than that, շատ ուրախ եմ։ Երբ որ ասում են, ես ուզում եմ Շվեյցարիայում ինչ-որ լավ տեղ գնամ, ես այս եմ պատկերացնում, ես չեմ պատկերացնում Ժնևը, ես չեմ պատկերացնում Ցյուրիխը, կներեք, բայց ինձ համար Շվեյցարիան հենց սա է։ Այստեղ կա ճոպանուղի ու ես հիմա պետք է այս ճոպանուղիով բարձրանամ ու այն վերևում շատ սիրուն հայք կա, բայց ես չգիտեմ սա ինչ է, մի հատ խնդրում եմ սենց շուրջ բոլորը նայեք ուղղակի, հատկապես այս հատվածը, սա հեքիաթ է։ Take me to the ruins, aquifers in spring. Սա լավագույն բաներ, որ ես որոշեցի անել։
heavy with insane. Be to me a mother. This is gorgeous. Both hands on the wheel. Both hands on the wheel. Show me faded color in fields of Camry. Ես Յաուն քաղաքում եմ, հասել եմ արդեն, բարձրացել եմ վերև ու չեք պատկերացնի ինչքան չքնաղ է այս վայրը, շուրջ բոլորը սենց ծառեր, լեռներ, չգիտեմ, անսահման ուրախ եմ, չեք պատկերացնի, այստեղ էլ կովիկներն են իրենց զանգակներով, այս կողմում ձիեր էլ կան, այստեղ են, ուսել տեսարանը, չքնաղա ուղղակի, չգիտեմ, ես անկեղծ չգիտեմ, թե ձեզ ինչա հարկավոր երջանիկ լինելու համար, բայց այս տեսարանը իմ հետևում ու կովիկները ու իրենց զանգերը ինձ լրիվ հերիք են, որ ես անսահման երջանիկ լինեմ, ես չգիտեմ, այս ուր եմ ես հայտնվել, ես իրոք չէի պատկերացնում, որ այսքան սիրուն է լինելու, իդեպ, ես գիտեի, տեսել էի նկարները ու տեսել էի, որ շատ լավն է լինելու, բայց որ այսքան չքնաղ է լինելու, ես իսկապես չէի պատկերացնում, այստեղ միայն ես եմ, ոչ ոք չկա, պայսակս այնտեղ թողեցի ու հիմա ուզում մի փոքր այստեղ քայլել ու ձեզ էլ ցույց տալ, Oi. Hello. Oh my gosh. Կովիկը պտտվեց ու ինձ անայում, բայց երեք մի շվեյցարացի կնոջ վիդեո եմ նայում Instagram-ում, ասում է գիտեմ տուրիստները սա շատ են անում, բայց don't pet the cows. Ասած անգամ ես արել եմ սենց բան. Ու ես իհարկե այնպես որ շատ եմ մոտեցել, բայց նկար էի ուզում իրենց հետ ու պետքա դա անեի, բայց ամուսինս այնտեղ էր ու լիքը մարդիկ կային, այս անգամ հաստատ այդ ռիսկը չեմ վերցնի, որովհետև միայնակ եմ, չեք պատկերացնի ոնց եմ ափսոսում, որ իմ tripod-ը այս բան ինձ մոտ չի, որովհետև այստեղից ուղղակի չքնաղ հոլովակներ ու նկարներ էին լինելու. Ես մի փոքր մնացի են հատվածում, վայելեցի տեսարանը, կովիկներին, հիմա ուզում եմ հետ քայլել, որովհետև արդեն քաղցած եմ, ուզում ինչ-որ մի բան ուտել, այստեղ հենց վերևում մի քանի փոքր սնվելու վայրեր կան, գնանք տեսնենք ինչ են կարողանում գտնել, այնքան ինձ սիրուն եմ զգում լեռներում, սարերում, չեք պատկերացնի, ես ինձ լրիվ ուրիշ սև եմ զգում այստեղ, ու հենց այդ պատճառով երևի ես պետք է ավելի հաճախ գամ սենց վայրեր, որովհետև ու ոչ միայն ես, մենք բոլորս ինձ թվում է, պետք է ավելի հաճախ գանք բնության մոտ, այնտեղ ձիուկներին տեսնում եք, այստեղ շատ սիրուն էին, ափսոս մոտ չէին ու չկարողացա իրենց մոտիկից տեսնել. Եկեք ձեզ ցույց տամ նաև այս կողմից տեսարանը, որովհետև այս կողմից ևս հրաշք է. Իմ սիրտը լեռներում է. Ես պետք է ինձ լեռներում տուն գնեմ. Վստահ չեմ, արդյոք իմ կյանքում ինչ-որ պահի կկարողանամ դա անել Շվեյցարիայում, թե ոչ, բայց ինձ դա հարկավոր է. Սիրեցի, այս հատվածը, այստեղ այսպես նստարան կա ու հիմա տեսեք, սարերն են պատկերված ու հստակ նշվում է սարի անվանումը և բարձրությունը այսպես ու դա դուք ունեք նաև ձեր առջևում, հենց հիմա կարող եք ուղղակի նայել ու հասկանալ դուք որտեղ եք ու ինչ կա ձեր կողքին, սա շատ լավ է, շատ կուզեմ Հայաստանում ասենց բաներ լինեն, որ մենք ինչ-որ միտեղ հայտնվելով հասկանանք ուր ենք մենք, ինչ կա մեր կողքին ու ինչ-որ մի բան սովորենք,
Ընտիր, ես համարյա արդեն հասնում եմ այս փոքր ռեստորանչիկին, այսպես, տարածքը բավական մեծ է իդեպ, այս հատվածով ես եկա, բայց կարող եք ներքևով իջնել, այնտեղով ևս տարածք կա քայլելու, մյուս կողմ կարող եք գնալ, կովիկները, այստեղ մարդիկ կան արդեն, երբ որ ես եկա ոչ ոք չկար, 4 հոգի բարձրացան վերև, հայքի ու ես էլ այս պահին կգամ այս մարդկանց հետ այստեղ կնստամ ու ինչ-որ մի բան կուտամ։ Եկել արդեն նստել եմ ու կապուչինո պատվիրեցի և հոտոգը ասաց մի 10 րոպեվա ընթացքում կլինի։ Հիմա նստել եմ այստեղ, այնքան հաճելի քամի է, բայց միաժամանակ նաև արև, որովհետև առավոտյան բավական ցուրտ էր, բայց այս պահին հաճելի արև կա, միաժամանակ քամի, չգիտեմ, նստած սպասում եմ, ահա բերում եմ հոտոգը, եյ, շոտ սոված եմ։ Շատ համեղ սնվեցի ու հիմա արդեն իջնում եմ, ուզում եմ մի փոքր այստեղ գյուղում պտտվեմ ու ինչ-որ այլ տեղ գնամ, որովհետև դեռ ժամը 3-ը չկա այստեղ ու ինձ թվում է արժի մեկ այլ տեղ գնալ։ Եթե դուք երբևէ կպլանավորեք գալ Շվեյցարիա, ապա այս տեղը բաց մի թողեք, որովհետև այն էմոցիաները, որ այստեղ ապրելու եք, խոստանում եմ, ամոռանալի են լինելու ուղղակի, չգիտեմ, սենց հոգիս ու սիրտս լցված է ուղղակի այս էմոցիաներով։ Բարձրա, չեք պատկերացնի։ Ես որ ներքև եմ նայում հիմա եւ տանում եմ։ Շվեյցարիայում սենց շատ սիրուն ավանդույթ կա, որ տանը երեխա են ունենում, երեխայի անունով սենց բաներ են փակցնում պատին, շատ լավն է, ուզում ձեզ սիրուն տները ցույց տամ, պատկերացրեք ապրում եք հենց այստեղ, ու սա ձեր տեսարանն է, սա երազանք է ուղղակի, անկեղծ սա երազանք է, կցանկանաք ինչ-որ սիրուն տեղ այցելել Շվեյցարիայում, անպայման գնացեք նաև Գրույեր, որովհետև Շվեյցարիայի ամենասիրուն ու ամենասենց հիանալի վայբ ունեցող քաղաքներից մեկն է։ Այդ խնդրում եմ նայեք ինձ սիրուն է։ Չգիտեմ, սա արդյոք տուն է, չգիտեմ որ թվականներից այս տունը կառուցված, միշտ վրան նշված է լինում, բայց ըստ մեկը չկա ոչ մի բան։ 13 րոպե պետք է քայլեմ ու կհասնեմ ջրվեժ։ Նկարները տեսել եմ, հիանալի է ուղղակի։ Պարտադիր պետք է գնամ տեսնեմ ու դրանից հետո մի քանի տեղ եմ արդեն պահել մեփում, կհասկանամ որտեղ արժի գնալ, որովհետև չեմ ուզում օրվա երկրորդ կեսս կորցնել ու անիմաստ շուտ տուն հասնել, այդտեղ հիմնական ճանապարհից շեղվել ու այստեղով քայլել դեպի ջրվեժ։ Այստեղ շատ սիրուն գետ կա։ Այսպես անցնում ենք, այստեղ նշված է ամեն բան, կարծում եմ կտեսնենք նաև ամեն բան ուղղակի նշված է գերմաներենով ու ես գաղափար չունեմ ինչա նշանակում այս ամենը, բայց կարծում եմ եթե սենց գնանք կհասնենք ջրվեժ։ Aš նկատեցի, որ այս վլոգի ընթացքում ամեն 2 վայրկյանը մեկ ասում եմ շատ սիրուն է, հիանալի է, բայց իսկապես դա այն է, ինչ ես տեսնում եմ ու ինչ զգում եմ, պետք է ասեմ, չեմ կարողանա չասել։ Արդեն հայք եմ անում, սենց բարձրանում եմ վերև, այս ճանապարհով փաստորեն ավելի երկար այս ճանապարհս, մյուսով եթե գնա ավելի վաղ կհասնեի, բայց այստեղ ավելի սիրուն է, գլխավոր ճանապարհից դուրս է ու այսպես շատ սիրուն տեսարան կա այստեղ, այս հագուստով բավական շոկ է։ Մնաց մոտ 7 րոպե ու կհասնեմ։ Հասել եմ Google Map-ին ու եկել հասել եմ այս հատվածը։ Սենց ինքը լավ հայք էր, սենց բարձրացել էի վերև այստեղով։ Ու հետո նայում որ սխալ եմ գնում, ուզում եմ հասկանամ ոնց պետք է գնամ։ Գալիս եմ այն հատվածը, որտեղից ասում եմ, փոքր փողոց կա, որտեղից պետք է թեքվեմ։ Ու գիտեք որտեղ է դա։ Այստեղ ձոր է իդեպ։ Ես հիմա պետք է այս ամբողջ ճանապարհը հետ գնամ։
որ կարողանամ հասնել այս ջրվեժնից, չգիտեմ ոնց եմ գնալու ու ոնց եմ հասնելու։ Չգիտեմ։ Գնանք տեսնենք։ Մտածում եք, որ գլխավոր ճանապարհից շեղվելը լավ գաղափար չէր, ապա կասեմ, որ ես էլ եմ այդպես մտածում, բայց երբ որ տեսնում եմ այս ամենը, հասկանում եմ, որ եկել եմ այստեղ վայելելու համար ու սա սխալ չէր։ Գտել եմ երևի ճանապարհը, գիտեք, երևի այսպես պետք է գնամ։ Վստահ չեմ, բայց երևի այսպես պետք է գնամ, հիմա արա գնամ ու հասկանամ։ Ստահել ինքս ինձ ու փորձել, չնայած որ փոքր վտանգավոր է այս հատվածով քայլելը, որովհետև թաց է, անձրևել է ու գուցե ուղղակի սղա իմ կոշիկները, բայց ցած նայում եմ այս մանրոտած հատվածներին ու մարմնովս ուղղակի դող է անցնում, ես չեմ բարձրանա այսպես, ավելի լավ է գնամ գլխավոր ճանապարհով, մի փոքր վախենում եմ այսպես, ավելի լավ կլինի ուղղակի դուրս գալ ու գնալ գլխավոր ճանապարհով։ Սա ֆերմայա ի դեպ, կովիկներ կան այստեղ հավանաբար, որովհետև կովիկների հոտ է գալիս։ Տեղ, որ ջուր լցնեմ մի փոքր շշից մեջ, որովհետև արդեն ջուրը սավարտվում էր ու շարունակեմ քայլել։ Հիմա կանցնեմ փողոցը ու մյուս կողմով ու շարունակեմ քայլել կամ էլ հենց այստեղով։ Ուզում եմ ամեն դեպքում գնալ ու գտնել ջրվեժը ու հետո գնալ Բյուլ քաղաք։ Երացնի ինձ սիրուն է, ավելի սիրուն է իրականում, հատկապես երբ այսպես ջուրը քո վրա է գալիս, ցողում, վերջնա։ Մտածում եմ ինչ անեմ, արդյոք գնամ Բյուլ քաղաք, թե անմիջապես տուն գնամ, ինչ ավտոբուսը հասնի, պետք է մտածեմ ու որոշեմ, կարմրել եմ լավ։ Հասել եմ Բյուլ քաղաք, գուցե անունը մի փոքր լավ չեմ ասում, բայց ամեն դեպքում հասել եմ։ Սա Գրուիեր կանտոնում է գտնվում ու ֆրանսիախոս է նորից։ Ճանապարհին լիքը գերմանախոս մարդկանց տեսա ու ինձ թվաց, թե այս քաղաքը գերմանախոս է, բայց չէ։ Այս պահին ուզում եմ դեղատուն մտնել ու մի քանի բան ունեմ այստեղից գնելու ու ուզում եմ նաև Ավենի թերմալ ջուրը գնեմ, որովհետև ես միշտ օգտագործում եմ դա, երբ տանից դուրս եմ գալիս, միշտ ունենում եմ ինձ մոտ, բայց ամենափոքրիկ չափն եմ ուզում, ուղղակի մաշկս թարմացնելու համար։ Գնացինք։ Գնացի են ինչ ուզում էի, գնացի այս մինի սայզը Ավենի, այսպես գոնե մաշկս օրվա ընթացքում կկարողանամ թարմացնել, խոնավացնել։
նաև շատ եմ սիրում, որ այսպես, բացի երկրի դրոշից, ունենում են նաև փողոցներում տվյալ քաղաքի կամ գյուղի դրոշը, պարտադիր, ու դա շատ սիրուն է, շատ եմ հավանում։ Այսօրվա օրս իրականում շատ լավ է անցել։ Սա արդեն Ղոմում, այստեղից մեկ գնացք էլ պետք է վերցնեմ ու հասնում եմ արդեն տուն, շատ հոգնած եմ, վաղը մի ուրիշ հայկ կա, որ ուզում էի անել, բայց այնքան հոգնած եմ, որ չգիտեմ արժի անել, թե չէ, ուղղակի վատնանա, որ մյուս օրերին անձրև այնտեղ լինելու, իսկ վաղը անձրև չի, դե միակ բանը, որ մտածում եմ, ինչև է, հիմա պետք է 20 րոպե սպասեմ, 20-22 րոպե պետք է սպասեմ, ինչ կհասնի գնացքը և կգնամ։ Դե ինչ այսքաններ իմ այսօրվա solo trip-ը Շվեյցարիայում, եթե հետաքրքիր էր չմոռանաք բաժանորդագրվել, ակտիվ լինել ու սպասել հաջորդող solo trip-երին։ Bye guys, love you.